Սիրված դերասանուհի Ռոզա Դավթյանն այս շրջանում Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալի դերասանական կազմում է, որտեղ մարմնավորում է Անգելինային։ Սա Դիանա Գրիգորյանի և Ռոզա Դավթյանի երկրորդ համագործակցությունն է։ Ռոզա Դավթյանի համար դեբյուտային դարձավ «Կույր աշխարհ» հեռուստասերիալը, որտեղ կրկին հանդես էր գալիս գլխավոր կերպարով։ Դերասանուհին ակտիվ է նաև սոցիալական ցանցերում, պարբերաբար է նոր տեսանյութերով ու լուսանկարներով կիսվում ինչպես իր առօրյայից, այնպես էլ գործունեությունից։ Դերասանուհին երեկ սոցիալական ցանցի իր էջերում հրապարակել է նոր լուսանկարներ, որոնցքից գրել է «Իսկ ուզում ես ես սովորեմ ապրել ու միասին ապրենք, ապրենք երջանիկ»։ Այնուհետև այս գրվածը կիսվելով Ինստագրամի իր էջի սթորի բաժնում ավելացրել է կոտրված սրտիկ նշանը, ինչը նրա հետևորդների շրջանում մի շարք ենթադրությունների տեղիք է տվել։ Բազմաթիվ օգտատերեր կարծում են, որ Ռոզան, ով ամիսներ առաջ նշանադրվել էր, հավանաբար բաժանվել է սիրելիից։ Թեև դերասանուհին պաշտոնապես որևէ մեկնաբանություն չի արել, գրառման բովանդակությունը և ընտրված սիմվոլիկան հուշում են որոշակի հոգեբանական ծանրություն և հավանաբար հարաբերությունների փուլի ավարտ։ Ռոզայի հետևորդներն ակտիվորեն քննարկում են հնարավոր պատճառներն ու փորձում են աջակցություն ցուցաբերել նրան մեկնաբանություններում։ Շատերը նշում են, որ նման հույզերով լի գրառումը խոսում է ներքին պայքարի, բայց միևնույն ժամանակ ուժի և արժանապատվության մասին, որը միշտ բնորոշ է եղել Ռոզայի կերպարին թե էկրանին, թե իրական կյանքում։ Այս ամենը ևս մեկ անգամ հաստատում է, որ Ռոզա Դավթյանը ոչ միայն տաղանդավոր դերասանուհի է, այլև իր անձնական կյանքը հետաքրքրում է հազարավոր մարդկանց որպես սիրված կերպար։ Դերասանուհին նաև սոցիալական ցանցի իր էջերում պարբերաբար է կազմակերպում հարցուպատասխան, որի ընթացքում պատասխանում հետևորդների կողմից տրվող հարցերին։ Հետևորդներից մեկը գրել էր, թե արդյոք այս տարի դերասանուհուն կտեսնենք ամուսնական կարգավիճակում, թե ոչ, ինչին ի պատասխան նա նշել էր, որ սիրելիի հետ արդեն ընտրել է հարսանիքի օրը։ Ընտրված ամուսնության օրը շատ կարևոր օր է, նշել էր դերասանուհին։ Հիշեցնենք, որ դերասանուհու նշանադրությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 11-ին։ Դերասանուհին հրապարակած լուսանկարներում ցույց չէր տրվել ընտրյալի դեմքը, միայն լուսանկարներին կից գրել էր. «Հոկտեմբերի 11 ես նշանադրվեցի։ Մեր պատմությունը տարբեր է ու բնավ նմանություն չունի քո իմացածներին։ Իմ անցած ճանապարհը շատ ավելի անհարթ է, քան դու կպատկերացնես, բայց ես անցնում եմ այդ ճանապարհը վեհորեն և անտրտունջ։ Այս կյանքում ինձ բաժին հասած է կորցնելու և գտնելու մասին ճանապարհներն են։ Իմ բոլոր գտածների հետևում կորուստներ են, բոլոր ձեռքբերումներիս հետևում անթիվ անհամար ձախողումներ, բոլոր ժպիտներիս հետևում հեկեկոցներ։ Կորուստներ կան, որոնք չեն փոխարինվում, չեն մոռացվում, չեն սպիանում և ի հակառակ նշվածներին խորը արմատներ գցելով օրերից մի օր անգամ ծիլ են տալիս։ Բայց գուցե փարատողն այն է, որ գտնվելիքների մեջ եզակիորեն, բայց գոնե լինում են դեպքեր, որ երջանկացնելու ձևը ևս չմոռացվողներից է դառնում։ Ես չեմ վախենա ասել, որ հորս կորցնելուց հետո քեզ գտնելն իմ կյանքում եղած լինելիք և այժմյան եղածներից ամենից անգինն է։ Իմ փոթորկոտ կյանքին հանգստություն տվողն ես, իմ չբթացող ցավերի լուռ կիսողն ես, իմ մենակ օրերի անփոխարինելի ընկերն ես, իմ հաջողություններից անմնացորդ երջանկացող ու վշտիս մեջ հետս լացողն ես։ Գուցե և ուժեղ եմ ես, բայց դու ինձ դարձնում ես անպարտելի։ Հիմա ես իմ հետևում ունեմ անթիվ անհամար կորցրած և գտած ճանապարհներ և վերստին անդառնալի, հավերժ փակված, կողպեքված դռներ։ Ու ունեմ քեզ, և առավելապես քոնն եմ ես, և քոնը լինելը սպիացնում է բոլոր խորը վերքերը, հարթեցնում բոլոր սպիերը, լռեցնում է բոլոր կեղտոտ բերաները, որովհետև քոնը լինելը աստվածային օրհնություն է։ Եվ որքան ասելիք կա քոնը լինելու մեջ, ինչ լավ է, որ հենց քոնն եմ ես», գրել էր դերասանուհին։ Դերասանուհին հաղորդելով նշանադրության մասին, այնուհետև կիսվել էր իր էմոցիաներով։ Նշենք, որ օրեր առաջ Ռոզան ինստագրամյան իր էջում հանդես էր եկել էմոցիոնալ նոր գրառմամբ, ցիտելով աշխարհահռչակ Ստեփան Ցվայգին։ «Ես ընդամենը 18 տարեկան էի և չգիտեի, որ անհագ հետաքրքրությունս, որով ես հետևում էի, քեզ սեր է։ Միայն երեխաները կարող են պահել իրենց մեջ կիրքը, մյուսներն իրենց զգացմունքները պատմում են ընկերուհիներին, խլացնում են սիրելիին խոստովանություններով, որովհետև նրանք հաճախ են լսել ու կարդացել սիրո մասին և գիտեն, որ սիրուց չի լինում փախչել։
նշել էր դերասանուհին։ Հավելենք, որ Ռոզան դեռևս խուսափում է ցույց տալ ընտրյալի դեմքը։ Նա նաև նշել էր, որ հավատը չի գալիս, որ համարձակություն է գտել ու կիսվել է լուրով։ Դերասանուհու խոսքով, ասես երազ լինի։